Մեր քաղաքում օդի որակն իսկապես աղետալի է։ Դա նույնիսկ երևում է հասարակ ուժեղ քամու ժամանակ, երբ մարդիկ սկսում են ուղղակի շինարարական փոշի շնչել։ Կխնդրեի ասեք, թե գործնականում ռեալ, առկա ու տեսանելի ինչ քայլեր են ձեռնարկվել ու ձեռնարկվում վիճակը գոնե մեղմելու ուղղությամբ։ Նախ առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ մենք ամբողջ քաղաքով ունենք տեղադրված մոտ 160 օդի որակի չափիչ սարքեր, որոնք որ տեղադրված են ամենախոշոր շինարարությունների հատվածում։ Եվ այդ օդի որակի չափիչ սարքերը մեզ ցույց են տալիս, թե ինչպիսին է օդի որակը Երևան քաղաքում, եւ մասնավորապես ավելի տաք ամիսներին Երևան քաղաքում օդի որակը բավականին լավն է, իսկ ավելի ցուրտ ամիսներին եւ մասնավորապես ձմռանը Երևան քաղաքում օդի որակը իրապես ոչ այնքան բարվոք է։ Եվ հետևաբար մենք կենտրոնացրել ենք մեր ծրագրերը բոլոր այն ուղղություններով, որոնք որ մեզ թույլ կտան էականորեն փոխել օդի որակը ձմռան ամիսներին, մասնավորապես կենտրոնացած ենք լինելու մեր քառամյա ծրագրով հանքարդյունաբերության վրա, կարգավորումներ ենք ունենալու ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների համար, կանաչապատման ուղղությամբ ենք աշխատանքներ պլանավորում։ Վերջին 3 տարիներին մենք մոտավորապես 50 հեկտար կանաչ տարածքներ ենք ստեղծել իրենց ոռոգման համակարգերով, որոնք որ նույնպես նպաստում են Երևան քաղաքում օդի որակի բարելավմանը, եւ այս ծրագրերը շարունակական են։